Բարի երեկո եւ բարի գալուստ հայկական ժամանակ տաղավարում զրուցելու եմ քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Սերգեյ Բագրատյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Բագրատյան։ Բարև ձեզ։ Պարոն Բագրատյան, գլխավոր դատախազության դիմաց մի խումբ ակտիվիստներ, այդ թվում նաեւ քաղաքական ուժեր, խորհրդարանական ընդդիմությունը, Հայաստան դաշինքը, падգամավորներ միացել են այդ երթին ընդդեմ իրենց բառերով ասած բոլոր քաղբանտարկյալներին ի պաշտպանություն Հայաստանում խոսքի ազատության, ժողովրդավարությանը եւ ընդդեմ բռնապետությանը։ Ի պաշտպանություն քաղբանտարկյալների, սկսենք այստեղից, Իշխան Սաղաթելյանի պնդմամբ 5 տասնյակից ավելի քաղբանտարկյալ կա Հայաստանում այսօր, բռնապետության եք վերածել, 37 թիվն է, վերջին շրջանում ամենաշատ սրա մասին է խոսվում եւ նաեւ շատ է խոսվում խոսքի ազատության բռնաճնշումների մասին։ Մենք մարդկանց վերագրում ենք արարքներ կամ մարդկանց բնութագրում ենք այնպիսին, որոնք իրենք չեն ընդունում։ Այսինքն Երբ որ Սամվել Կարապետյանին հարցում են դուք քաղաքականությամբ զբաղվում եք, ասում են ոչ։ Երբ որ իրենց նշած սրբազաններին, որոնք հիմա ասում են քաղաքբանտարկյալ են, հարցնում ենք, որ դուք զբաղվում եք քաղաքականությամբ կամ զբաղվելու եք քաղաքականությամբ, իրենք հերքում էին, ասում են ոչ։ Մարդիկ, ովքեր չեն զբաղվում քաղաքականությամբ, չեն կարող կոչվել քաղաքբանտարկյալներ։ Քաղաքացիական անձինք կամ հոգևորականներ կամ գործարարներ չեն կարող քաղաքական դիտարկվել, քաղաքական տեսանկյունից դիտարկվել, մանավանդ երբ որ իրենք հայտարարում են, որ իրենք համաձայն չեն իրենց որակումների հետ։ Մարդիկ, ովքեր որակում են, օրինակ, թե Սամվել Կարապետյանին քաղաքական գործիչ, այդ մարդը չի ընդունում այդ որակումը։ Դա համարվում է, որ ինքը գործարար է, բարեգործ է, բայց ոչ քաղաքական գործիչ։ Իսկ շատ հստակ է սահմանված օրենքը, չի կարող այդ տառակերությամբ զբաղվել, պարզ հասարակ գրված է, ովքեր որ քաղաքականությամբ չեն զբաղվում, չեն կարող քաղբանտարկյալ կոչվել։ Իսկ տնտեսության մեջ զբաղվող մարդը, որ տնտեսական խնդիրներ են առաջադրում, որտեղ է այդտեղ քաղբանտարկյալը։ Կամ ասենք հոգևորականը, ահաբեկչական գործողության նախապատրաստական ինչ-որ առաջարկներ անում։ Այդտեղ որտեղ է քաղբանտարկյալը, այդտեղ կարող դիտես ահաբեկչական ակտ։ Եթե հոգևորականը կուսակցության անդամ լինի, քաղաքական թիմի անդամ լինի, քաղաքականությամբ զբաղվի, քաղաքական կոչեր անի, այդ դեպքում դա կարող է դիտարկել, եթե այդ կոչերի համար բանտարկվի, ինքը կոչվի քաղաքբանտարկյալ, բայց երբ որ մարդը չի ընդունում, որ ինքը քաղաքականությամբ զբաղվում է, այդ մարդուն ոնց կարող ենք որակել, կամ իրավական համակարգման քննչական մարմինները ոնց կարող են որակել որպես քաղաքբանտարկյալ։ Պարոն Բագրատյան, իսկ խոսքի ազատության ժողովրդավարության առումով, որ հարվածի տակ եք դրել ըստ ընդդիմության, խոսքի ազատությունը եւ ժողովրդավարությունը եւ վերածել եք բռնապետության։ Ձեր իշխանությունը ասում է Հայաստանը վերածել են բռնապետության։ Ինչպես հասկանալ այս հայտարարությունները։ Խոսքի ազատությունը ինքը բացարձակ արժեք չի։ Խոսքի ազատությունը անսահմանափակ չի։ Խոսքի ազատությունը գործում է մինչև այնտեղ, որտեղ սկսվում է մեկ ուրիշի խոսքի ազատությունը։ Այսինքն իրավունքը ավարտվում է, երբ որ այլոց իրավունքն է սկսվում։ Դուք մարդուն վիրավորում եք, մարդուն սպառնում եք, ամենավերջի վիրավորական զրպարտում եք, եւ այդ բոլորը ուզում եք, որ տեղավորվի ազատ խոսքի մեջ։ Ազատ խոսք չի ասել վիրավորանք, չի ասել զրպարտանք, ազատ խոսք նշանակում է կարծիքի ազատ արտահայտում, քննադատություն իշխանություններին, եթե դու չես ընդունում իշխանության վարած քաղաքականությունը, բայց չի թույլ տալի, որ դու վիրավորես մարդկանց, զրպարտես մարդկանց, բաներ գրես, որոնք գոյություն չունեն, հասկանում եք, մոլորության մեջ հասարակությանը գցես քո արտահայտած մտքերով, կարծիքներով, ենթադրություններով, այսինքն սա այլևս քարոզչություն է, ազատ խոսք չի, հասկանում եք, սա նպատակային գործողություն է, որը ազատ խոսքի սահմաններից դուրս է գալի, եւ այդտեղ, եթե որևէ մեկին դու կարծում ես, որ կարող ես ազատ վիրավորել, լինի պարզ քաղաքացի, թե լինի պաշտոնյա, չարաչար սխալվում ես, չես կարող վիրավորել, պատասխանատվություն կա դրա համար։ Այսինքն մենք պետք է ազատ խոսքի մեջ երկու բաղադրիչներ դիտարկենք։ Խոսքի ազատությունը իրավունք է, եւ խոսքի համար գոյությունն է պատասխանատվության ինստիտուտ։ Այսինքն պետք է նաեւ պատասխանատվություն ունենաս ազատ խոսքի համար։ Դու չես կարող անսահման ազատ խոսք ասել, դու պետք է պատասխանատու խոսք ասես։ Այդ ազատության սահմանը պետք է դու եւ համապատասխան գրականություն ուսումնասիրելով, օրենքներ ուսումնասիրելով հասկանաս որքան է ազատության այդ սահմանը, որ կարելի է։ Այդ սահմանը ցանկացած մարդ, եթե ասում է եւ ցանկացած երկրում, անպայման
անխուսափելի պատիժ է սպասում այդ մարդկանց։ Պարոն Բագրատյան, դուք էլ ձեր խոսքում հիշատակեցիք, խոսեցիք Սամվել Կարապետյանից։ Մի կողմ թողնենք քաղբանտարկյալ է թե քաղբանտարկյալ չէ, այդ դիսկուսից դուրս գանք, ամեն դեպքում Սամվել Կարապետյանը հերթական ուղերձն է կալանավայրից արել։ Այս անգամ ձեր իշխանությանը եւ անձամբ ենթադրում եմ նաեւ Նիկոլ Փաշինյանին է ուղղված ուղերձը, որ սրբությունների վրա հարձակվելով, մարդկանց բանտարկելով, ունեզրկելով 6 ամիս կարող եք իշխանություն պահել։ Այ 6 ամիս հետո, ասում է, մենք իրար պիտի շնորհավորենք իրենց ուժի, նորաստեղծ ուժին երևի նկատի ունի, պիտի շնորհավորենք հաղթանակի կապակցությամբ։ Նախ որտեղից է գալիս այս համոզմունքը, պարոն Կարապետյանի, որ 6 ամիս հետո իրենք հաղթանակ են տոնելու ընտրությունների արդյունքում։ Եվ իսկապես արդյոք մտավախություն չունեք այդ մրցակցության առումով, արդյոք չեք կարծում, որ իսկապես կարող է հաղթել։ Նման ուղերձը պետք է հիմնավոր լինի։ Եթե նման ուղերձ է հղվում, նշանակում է, որ Սամվել Կարապետյանը պետք է քաղաքական կուսակցություն ձևավորի։ Եվ այդ քաղաքական կուսակցության մտնի պայքարի մեջ, բայց կարծեմ թե Սամվել Կարապետյանը այդ ցուցակում ընդգրկվելու իրավունք չունի, որովհետև ցենզը թույլ չի տալիս, որ վերջին 4 տարում անընդհատ Հայաստանի Հանրապետությունում ապրելու ցենզը չի բավարարում։ Հետևաբար, եթե ինքը ի նկատի ունի ոչ թե իրեն, այլ շարժումների կամ այլ քաղաքական ուժերի, դա մրցակցություն է եւ նախորոք որևէ մեկը չի կարող կանխատեսումներ անել։ Պետք է աշխատել, յուրաքանչյուրս պետք է աշխատի իր գաղափարները հանրությանը հասկանալի դարձնելու համար, ներկայացնել փաստեր, թե ինչ է արել գործող իշխանությունը։ Իսկ ընդդիմությունը թող ներկայացնի, թե ինչն է քննադատում, ինչ ինքը ավելի լավ կանի։ Մենք տեսնենք, թե որ գործողություն է, որ մենք չենք կարողացել անել, իրենք կարող են անել եւ շատ ավելի լավ կարող են անել։ Այդ դեպքում հանրությունը կորոշի այս մարտիկ այս ուժեր, որ արդեն 7 տարի քաղաքականության մեջ են եւ սպասարկում են Հայաստանի Հանրապետության շահերը, որքանով են կարողանում դա անել եւ այն ուժերը, որոնք խոստանում են ավելին անել։ Եւ եթե նոր ուժերին է վերաբերում, այդտեղ պետք է մենք հասկանանք նոր ուժերի ծրագիրը։ Եթե այս պահին ազգային ժողովում գտնվող ընդդիմադիր խմբակցությունների վերաբերյալ է խոսքը, այդ ուժերի վերաբերյալ հանրությունը կարծիք ունի, նոր կարծիք հնարավոր չի ձևավորել։ Այսինքն այն կարծիքը, որ ձևավորվել է նրանց կառավարման ընթացքում, այլևս ձևավորված կարծիք է։ Եվ այն կարծիքը, որ ձևավորվել է մեր իշխանության ընթացքում, մեր կառավարման համակարգի պայմաններով, սա նույնպես հանրության աչքի առաջ է։ Ես Քավլիցի երբևէ այն կարծիքին չեմ ենք, որ մենք թերություններ չունենք։ Իհարկե թերություններ շատ ունենք, անելիքներ շատ ունենք, շատ հարցերում չենք հասցնում, որովհետև մենք ունեցել ենք COVID, պատերազմ, դժվար ժամանակներ, ծանրագույն հոգեբանական խնդիրներ, եւ սա հաղթահարելով եւ կարողանալով նաեւ այսքան քայլեր անել, կարծում եմ բավականին գործ է արվել եւ հանրությունը բազմիցս ցույց է տվել, որ վստահում է մեր քաղաքական ուժին։ Պարոն Բագրատյան, վերջին շրջանում շատ է խոսվում ամենատարբեր երկրների մասին, որոնք ընտրել են ժողովրդավարության ուղին, այդ մոդելներն են քննարկում, այդ ճանապարհն են քննարկում, ամենաթարմ օրինակը Մոլդովայի օրինակն էր եւ այստեղ էլ շատ հաճախ մատնանշվում է, որ օրինակ Մոլդովայում գնացին որոշ կուսակցություններ փակելու ճանապարհով, որոշ անհատներին ընտրություններին մասնակցելու այդ իրավունքից զրկելու ճանապարհով եւ այսպես շարունակ։ Վարչապետը վերջերս հայտարարեց, որ 2026 թվականի խորհրդարանում Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի ուժերը պիտի ներկայացված չլինեն։ Ինչպես հասկանալ այս հայտարարությունը, սա պարզապես քաղաքական հայտարարություն էր, թե սրան հետևելու են նաեւ որոշակի գործընթացներ, օրենսդրական նկատի ունեմ օրենքի սահմաններում։ Եվ նաեւ արդյոք չպիտի որոշակիորեն նաեւ գնալ այդ ճանապարհով, որ որոշ ուժերի անհատների, այսպես ասած, էլի օրենսդրական ճանապարհով կուսակցությունների թափանցիկությունից ելնելով պիտի արգելվի ընդհանրապես ընտրությունների մասնակցել։ Նույնը օրինակ Սամվել Կարապետյանի ուժի մասով։ Ցանկացած ուժ պետք է, եթե պետք է քարոզարշավ իրականացնի, պետք է որոշակի նախահաշիվ, նախագիծ ունենալ ծախսերի վերաբերյալ, թե ասենք մոտարապես նախատեսում է ինչքան գումարներ ծախսել, իհարկե դա թույլատրելիության սահմաններում է։ Եվ եթե մենք վերջի ընտրությանը, վարշապատի ընտրությանը նայենք, կտեսնենք, որ այդտեղ կուսակցություններ չեն ներկայացրել որևէ մուտքեր, բայց ծախսել են հսկայական գումարներ։ Սա խնդիր կարող է առաջացնել, որովհետև մեր օրենսդրությունը հստակ է, նույնիսկ նոր օրենսդրության կարիք չկա։
օրենսդրությամբ սահմանված է, որ այն քաղաքական ուժերը, որոնք ֆինանսավորում են դրսից, արտերկրից, նրանք գործելու իրավունք չունեն Հայաստանի Հանրապետությունում։ Եվ այդտեղ եթե իրենք չեն կարողանում ցույց տալ, որ տեղում ինչ գումարներ են իրենք գեներացնում որպես հիմնադրամ, որպեսզի կարողանան այդ հիմնադրամից իրենց ծախսերը իրականացնել, դա արդեն կարող է լուրջ խնդիր առաջացնել հատկապես ազգային ժողովի ընտրություններին։ Իհարկե ես կարծում եմ, որ Արշավապատի ընտրությունների ընթացքում կատարված ծախսերն էլ հետաքննության ենթակա կլինեն, վստահ եմ, որ հետաքննվեն, բայց պետք է ընդդիմությունը եզրակացություն անի, թե ինչպես կարելի է գումարներ չունենալ հիմնադրամում, չունենալ միջոցներ, բայց ծախսել միջոցներ։ Իսկ դրանից ընդդիմությունը պիտի եզրակացություններ անի, թե հենց իշխանությունը, որը պիտի արգելի է։ Ընդդիմությունը եզրակացություն անի, որ հետո այդ խնդրը չունենա այդ իմաստով։ Իսկ հիմա որ այդ խնդրեմն ունի, դա արդեն իրավական համակարգի, մեր իրավապահ համակարգը վստահ է, որ այդ քննությունը կիրականացնի եւ հասկանալի կդարձնի, թե ինչպես է հնարավոր պայմանական ասած ծախսել 100 միլիոն դրամ, չունենալով հաշվին որևէ գումար։ Այսինքն մենք մեր օրենսդրությունը եւ գնալով կանխիկի նկատմամբ խստացումներ գիտեք շատ մեծ են եւ պետք է բոլորը տեսեն թափանցիկ պետք է լինի բանկային փոխանցումներով պետք է լինի, այսինքն վստահ պետք է նշված լինի, որ ես կամ մյուսը կամ այն մյուսը այսքան գումարներ մեր աշխատավարձի այս մասով կամ մեր ունեցած եկամտի այս մասով մենք փոխանցում ենք կատարել քարոզարշավ իրականացնելու նպատակով։ Ընտրությունների իրականացման նպատակով եւ եթե այդ միջոցները տեսանելի չեն, իհարկե դրանք կհետևեն նաեւ ձեր նշած Մոլդովայի դեպքերը եւ այլն, դա չի բացառվում, եթե շարունակվի նույն ոճով աշխատանքը, որովհետեւ դա անթույլատրել է։ Բայց չեք կարծում, պարոն Բագրատյան, որ հետընտրական process-ում իրականացնել այդ ամեն ինչը այդքան էլ պրոդուկտիվ չի, որովհետև այդ նույն ուժերը, որոնց մատնանշում եք, որոնք որևէ խնդիր ունեն այդ մասով, տեսեք, ընդդիմություն են կազմել նույն Վաղարշապատի ընտրություններում, եթե չեմ սխալվում, այդ ուժերի մասին է խոսքը, որ որոշակի խախտումներ կա։ Հիմա հետընտրական process-ում դա անելը արդյոք արդյունավետ է, երբ որ արդեն այդ ուժերը բավարար քվե են հավաքել եւ օրինակ 26-ի դեպքում կարող են արդեն խորհրդարանում հայտնվել, թե դա պիտի նախընտրական շրջանում անել կարգավոր է։ Տվյալների մասին, որ ես նշում եմ, նախընտրական շրջանում հետաքննության արդյունքում էր պարզվել, բայց ես չեմ բացառում, որ վերջի ժամանակահատվածում, ասենք, ընտրությունից մեկ շաբաթ առաջ իրենք կարողացել են ինչ-որ նման վճարումներ անել։ Ես վստահ չեմ, որովհետև տեղյակ չեմ, բայց դրա մասին բարձրաձայնվել է, որ որևէ կուսակցության հաշվին, որը ոչ մի կոպեկ գումար չկա, բայց քարոզարշավ է իրականացում։ Հնարավոր է, որ իրենք հետևություններ արած լինեն նրանից եւ մուտքեր ապահովված լինեն։ Հետեւաբար չեմ կարող նախորոք ասել այդ մասին, կտեսնենք, որովհետեւ դու չես կարող մարդուն ասել ինչ ես անում, որովհետեւ եթե ինքը նույնիսկ 2 օր մնա, ինքը կարող է օրինակ ձևակերպել, որ փոխառություն են ստացել, իրականացրել են եւ օրինակ կամ ժամկետային վճարումով ծախսեր են արել, հիմա մուտքեր ունեցան, վճարեցին։ Հետեւաբար մինչեւ այդ փաստերը չստուգվեն, դժվար է հիմա ասել դրա մասին։ Վաղարշապատի ընտրություններից էլ ինչ հետևություններ կարելի անել, պարոն Բագրատյան, տեսեք, ամենատարբեր հայտարարություններ ենք լսում, ըստ էության թվում էր, թե պիտի հաշվի առնենք արդյունքները եւ առաջ անցնենք, յուրաքանչյուրը իր մասով իշխանություն, ընդդիմություն ձևավորվեր եւ առաջ անցնեին աշխատանքներին, բայց մենք տեսնում ենք, որ դիսկուսը չի ավարտվում արդեն քանի օր է, ընդդիմությունը ասում է, որ դուք փոքրամասնության իշխանություն եք կազմել այնտեղ, որովհետեւ 48% մասնակցություն է եղել, հետո ասում են, որ գյուղացիներն են հիմնականում ձեզ ձայն տվել, քվե տվել ու այսպես շարունակ։ Իսկ մեր ձևովից հայտնում են, որ իրենք չեն մասնակցել ընտրություններին եւ դրա համար դուք այդ հիասթափությունը չեք ունեցել, այլապես եթե իրենք մասնակցեին, իրենք էլի պիտի հաղթեին։ Ընդհանուր առմամբ ինչ եզրակացություն կարելի անել Վաղարշապատի ընտրություններից եւ նաեւ կուզենամ վարչապետի հայտնի գրառմանը անդրադառնանք, թե արդյոք դա կապ ունի նաեւ այն օրակարգի հետ, կապված կաթողիկոսի հեռանալու հետ։ Այսինքն ընտրողը նաեւ ինչ որ իմաստով ազդակ է հաղորդել, ազդակ է տվել որ կողմ է այդ օրակարգին։ Նախ մենք քննարկենք այն հարցը, թե արդյոք եթե օրինակ մեր ձևով մասնակցել կամ չմասնակցել, այս դիսկուրսը ճիշտ չի, որովհետև եթերներում քաղաքականություն հնարավոր չի իրականացնել։ Եթե իրենք գիտեին դա, թող անեին, եթե վստահ են, որ մասնակցելով կհաղթեն, թող ինչ-որ ֆորմատով մասնակցեին, որևէ քաղաքական ուժին համատեղ մասնակցեին։ Այսինքն իրենք վստահ չեն եղել, որ չեն մասնակցել։ Հետևաբար դրա մասին հետին թվով հայտարարելը արդար չի, ազնիվ չի։ Երկրորդը, ես կարծում եմ, որ
այն քաղաքական իրավիճակը, որ ստեղծվեց ընտրության ընթացքում, պարզ տեսանելի էր, որ որ հզոր հակաքարոզչության արդյունքում նույնիսկ ընդդիմությունը չկարողացավ լուրջ դիմադրություն ցույց տալ իշխանությանը, քվեների հաշվարկի իմաստով, որովհետև Էջմիածին քաղաքում համադրվել էր ընդդիմության, կարելի ասել, ողջ ռեսուրսը։ Այն իմաստով, որ լինելով հոգևորականների, բարձրաստիճան հոգևորականների հովանու ներքո գործող ուժեր, լինելով նաև Սամվել Կարապետյանի հսկա ֆինանսական ռեսուրսներով, որոշակի հնարավոր օգնություններով, ծախսերը եւ այլն, նման արդյունքը կարծում եմ, որ իրենց համար սպասելի չէր։ Առնվազն իրենց նախընտրական հոխորտակներին համարժեք քվեներ իրենք չստացան։ Դե իրենք ջախջախի հաղթանակի մասին էին խոսում։ Ընդդիմությունը։ Այո։ Հա, ես միշտ զարմանում եմ, որ ասենք, երբ որ հաղթում է մեկ ուժ եւ պարտվում ես, դու համարում ես դա ջախջախի հաղթանակ։ Մի քիչ պետք է բնորոշվել լինի, կարելի է զավեշտի հասնել, էլի։ Հաղթանակը, պարտությունը պարտություն, չի կարելի այդպես ձևախեղել։ Այլ հարց է, որ իրենք այո, թող իրենց դիտարկումներն անեն, այո, որոշ չափով իրենք ճիշտ են, որ գյուղերում քաղաքացիական պայմանագրի կուսակցությունը ավելի լայն համախոհություն ունի, եւ դա հենց առողջ աշխատանքի արդյունք է, որովհետեւ շատ ավելի դժվար է գյուղերում հաջողություն ունել, քան քաղաքներում, որովհետև քաղաքում ավելի շատ են կենտրոնացված ինտելեկտուալ հատվածը եւ բավականին հեշտ է աշխատելը, իրենք որոշում են ձեր գաղափարախոսությունը ընդունեն, թե չէ։ Իսկ գյուղերում հաճախ, քանի որ ապա քաղաքական են մեծամասամբ, գյուղացիների հետ աշխատելը ավելի երկար ժամանակ է պահանջում, որ քաղաքական որոշակի կոնտեքստից նաեւ տեղայնացնել գյուղացու աշխատանքի, գյուղատնտեսական աշխատանքի վերաբերող մասը, ապագայի վերաբերող մասը, որտեղ գյուղացին ինքնաբավ լինելով շատ հետաքրքրված չի քաղաքականությամբ։ Բայց երբ որ դու իր հետ զրուցում ես, դու կարողանում ես իր հետ քննարկել լավագույն հնարավորությունները քաղաքական ընթացքի համար։ Բայց քաղաքացին քաղաքացի չէ, պարոն Բագրատյան, տեղին է տարանջատում է գյուղացի, քաղաքացի։ Չէ, քաղաքային բնակչության մասն է խոսքը, ոչ թե քաղաքացի գյուղացի, այլ քաղաքային բնակչության։ Քաղաքային բնակչության 90%-ը գյուղի ժողովուրդն է, այսինքն գյուղացիներն են էլի։ Տարանջատման իմաստը զուտել է, որ ցանկացած ցիվիլիզացիայում կենտրոնացված բնակչության տարածքները ավելի մատչելի է իրենց եւ հանրային հարթակը եւ էլեկտրոնային հնարավորությունները եւ համացանցային հնարավորությունները շատ ավելի մատչելի է։ Կենտրոնից դուրս ցանկացած երկրում կենտրոնից դուրս շատ ավելի пассив են քաղաքական իմաստով, քան կենտրոններում։ Բնակչության կուտակման մասին է խոսքը, ոչ թե քաղաքացի գյուղացի բուն հասկացության, այլ քաղաքում ապրող մարդկանց եւ գյուղում ապրող մարդկանց։ Գյուղում ավելի հեռու են քաղաքականությունը, չնայած այս վերջերում ես գյուղերում ինչքան հանդիպում եմ, շատ լավ վերլուծում են, շատ հասկանալի բացատրում են այն սխալները, որ մենք ունենք եւ խրախուսում են այն ուղղությունները, որ մենք տանում ենք, որոնք իրենք համարում են ճիշտ, այսինքն գյուղամիջում էլ բավականին լուրջ քննարկումներ տեղի են ունենում։ Բայց այդտեղ հաջողությունները դա իսկապես հրաշալի է, երբ որ կարող ես գյուղացու համակրանքը շահել, որը շատ ավելի դժվար է, որտեղ գյուղացիները ավելի օբյեկտիվ են, ավելի անաչառ են, ավելի խիստ են եւ նրանց համոզելը, այսինքն այն համոզմունքը, որ մենք ունենք փոխանցել իրենց եւ իրենց համար ընդունելի դարձնելը բավականին դժվար է։ Եվ պարոն Բագրատյան, հարցից այդ հատվածը դուրս մնաց, արդյոք այս վաղաշաբաթի ընտրության արդյունքները այն, որ քաղաքացիական պայմանագիրը ամեն դեպքում մեծամասնություն է կազմել, նաեւ նրա մասին են խոսում, որ ըստ էության համայնքի բնակիչները կողմ են նաեւ այդ օրակարգին կաթողիկոսի հեռանալու, որովհետեւ գիտեք նաեւ հայտարարություններ էին լինում, օրինակ ընդդիմությունը իր թեզերը կառուցում էր նրա վրա, որ գալու է եւ պաշտպանի մայրաթոռը ձեր հարձակումներից իրենց բառերով ասած։ Եվ այսպես շարունակ Կալանավայրից Աջապահյանն էր հորդորում ընտրել ընդդիմադիր ցանկացած ուժի, բայց չընտրել ձեր ուժին, այսպես շարունակ։ Հիմա ինչպես հասկանան նաեւ այս արդյունքները։ Դե իրենք են քարեփոսը գծել, վերջին հաշվով եթե իրենք գնում են ընտրության եւ ընդդիմությանը համախմբման կոչեն, վերջում օրհնում են, որ ընդդիմությունը հաղթի եւ այլն, իրենք դնում են իրենց վատ վիճակի մեջ։ Եվ եթե չի հաղթում, նշանակում է իրենք աստվածահաճո մարդիկ չեն։ Նշանակում է մենք ճիշտ ենք, նշանակում է վարչապետը ճիշտ է, որ իրենք աստվածահաճո չեն։
Եվ հենց այդ ընտրության արդյունքը պետք է իրենց հուշի, որ պետք է հեռանալ, որովհետև եթե դու աղոթում ես, օրհնում ես այդ ուժերին եւ այդ ուժերը առավելագույն 30% ձայն են հավաքում, նշանակում է դու ընդհանրապես եւ այդ բոլորի հետ միասին ընդհանրապես 1/3-ի ուժ ունեք։ Այսինքն պետք է ընդունես մեծամասնության ձայն բազմած ձայն Աստծո գաղափարը եւ հասկանալի է, որ եթե քո հենց կենտրոնում երբ որ մայրաթոռը հոգեվորականների համար ամենա իրենց որպես հզորության աղբյուր այն հոգեվորականները, որոնց մենք համարում ենք, որ տարբեր խախտումներով պետք է հեռանան, այդ հոգեվորականները իրենց հայտարարությունով իրենք վաղ շաբաթում պետք է լուրջ հաղթանակ գրանցեին եւ սկսեին իրենց խոսքերով Հայաստանի ազատագրումը, իմ խոսքերով Հայաստանի ճորտացումը։ Հիմա եթե իրենց չի հաջողվել դա անել, ուրեմն պետք է իրենք հեռանան եւ հասկանան, որ այլևս այն օրակարգը, որ սպասարկում է ընդդիմությունը եւ որին միացել են իրենք արդեն դարձել են ընդդիմադիր գործիչներ։ Հետո իրենք անելիք չունեն պետական կառույցներում, իրենք հոգեվոր կառույցներում այլևս անելիք չունեն։ Չի կարելի հասկանում եք անընդհատ մանիպուլացնել եւ անընդհատ փորձել ընդդիմության դիրքերից իշխանության հետ հարաբերվել, երբ որ պարզ գրված է, որ իշխանությունը պահել է երկար ժամանակ, դա որ տարանջատվել է եկեղեցուց իշխանությունը, չի երբեք մտել եկեղեցու գործերի մեջ, մինչև այն բանը, որ եկեղեցու հոգևորականները որոշակի սկսել են հայտարարություններ, քաղաքական հայտարարություններ անել։ Իսկ ամեն դեպքում չկա այդ մտավախությունը, որ շատ է հնչում այդ նաև տեսակետը, որ հորդորում ենք կաթողիկոսին իր դեմքով մտնել քաղաքականություն, առաջադրվել եւ այսպես շարունակում։ Այդ մտավախությունը չկա, որ կառաջադրվի ու կհաղթի։ Երևի ավելի ճիշտ կլինի, որ իր դեմքով էր, գրեթե իր դեմքով էր մասնակցում վարշապատում։ Հիմա թող ինքը խնդրի իրեն առաջի համար դնեն, հա, մնացածին էլ հերթական համարներով եւ մասնակցեն, տեսնեն վերջապես այդ ժողովուրդը իրենց նկատմամբ ունի հարգանք թե չէ, բայց կարծեմ Շիրակի թեմի առաջնորդը այդ մասին հայտարարել է, որ մեր բոլոր հորդորներով հանդերձ ժողովուրդը չլսեց մեզ։ Մեր կարծիքը հաշվի չառավ, նշանակում է մենք ժողովրդի մոտ չունենք հեղինակություն։ Դա Շիրակի թեմի առաջնորդի խոսքերն են։ Այսինքն դա արդեն արձանագրված փաստ է, իրենք վերահաստատում էին ուզում, վարշապատում վերահաստատվեց, որ այո, իրենք չունեն ժողովրդի մոտ այդ հեղինակությունը, որ իրենց կոչով 100,000-ավոր մարդիկ դուրս գան եւ իշխանության դեմ դուրս գան։ Պարզվեց, որ իրենց ընտրողները 7,000 էր, 8,000 կարգի, այսինքն այդ իրենց նշած, իրենց մտածած 100,000-ից 7-8,000 հոգի ընդամենը ընդդիմությանը ձայն տվեցին, ընդդիմությանը եւ բարձրաստիճան հոգեվորականների համատեղ քաղաքական թիմին։ Իսկ ամեն դեպքում, պարոն Բագրատյան, մենք տեսնում ենք, որ կաթողիկոսը չի պատրաստվում հեռանալ, ներսում իր շուրջ այդ կոնսոլիդացիան շարունակում է մնալ, որովհետև Գերագույն հոգևոր խորհրդից եղած այդ ակնկալիքները, եպիսկոպոսներից եղած այդ ակնկալիքները, որ իրենք կընդվզեն, իրենք կհեռացնեն, ներսից process կլինի, չի լինում կարծես թե կաթողիկոսը չի պատրաստվում հեռանալ։ Հիմա լուծումը ո՞րն է։ Մի կողմից երբ տեսնում ենք վարչապետը ամենատարբեր եկեղեցիներ, համայնքներ է գնում, մյուս կողմից կաթողիկոսը, որ շարունակում է մնալ իր աթոռին։ Տարապես նման դիլեմաները լուծվում են ժողովրդի որոշումով։ Այսինքն ժողովուրդը պետք է միջամտի ինչ ձևով։ Ժողովուրդը եթե գտա, որ հասավ են գետը, որ ժողովուրդը այլևս համարեց, որ այո, պետք է փոխվի, վստահ եմ, որ այդ պահին ժողովուրդը քայլ կանի։ Ինքնակազմակերպվի եւ կպահանջի, որ հրաժարվեն այդ պաշտոններից։ Ես վստահ եմ, որ ժողովուրդը դա կանի։ Դա լինելու է հավաքի, ցույցի տեսքով, ձեր պատկերացումը, թե օրինակ հանրաքվեի շատ པարզ է լինելու ժողովուրդը, որ հասունացավ, որ իսկապես մեծամասնությունը այլևս համարում է, որ այդպես է, ցանկացած մեծ պատարագի ժամանակ հավաքվելու են եւ ժողովրդի պահանջով հեռանալու է։ Իսկ չհեռանալու տարբերակ չունի կաթողիկոսը։ Չեմ կարծում, թե կա։ Վստահ եմ, որ չկա։ Այդ անդառնալիության կետը հատվել է։ Չի հնարավոր չի, էլի, գիտեք, հիմա երբ որ դու այլևս այդ հեղինակությունը չունես, երբ որ քո խոսքը այլևս չի հարգվում, դու կարող ես ձևական այդ պաշտոնին մնալ, բայց դա ոչինչ տվող բան է, բայց չեմ կարծում, որ ժողովուրդը թույլ կտա նույնիսկ ձևական մնալ։
Իսկ ինչի է սպասում։ Միգուցե կաթողիկոսը սպասում է առաջիկա ընտրություններին, այդ սպասումով, որ ինչպես Սամվել Կարապետյանն է հայտարարում, գալու են եւ հաղթելու են։ Իրեն է թույլ են տվել, իրեն թույլ չեն տալի իմ տրամաբանությամբ, իրեն ինչ որ ուժեր թույլ չեն տալի, որ ինքը անսա ժողովրդի կոչերին։ Ինձ թվում է, որ այդ ուժերը նաև այո 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների համար նախապատրաստական աշխատանքներ են անում, այդ թվում նաև կոնսոլիդացնելով այդ հոգևորականներին, որոնց ժողովրդի մի մասը մերժում է։ Թուրքիայի հետ կարևոր կարծես թե այսպես հայ-թուրքական հարաբերություններում կարևոր դինամիկա է նկատվում, կրկին արտաքին գործերի նախարարը հայտնում է, որ իրենք պատրաստ են Հայաստանի հետ գնալ կարգավորման, միայն թե գլխավոր պայմանը մնում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը։ Նախ ինչպես հասկանալ այս պայմանը, այսինքն սա ավելի շատ պետք է Անկարային, թե Բաքվին, որ այս գործընթացը ձգձգվում է նկատի ունեմ, թե հայ-ադրբեջանական կարգավորումը եւ այդ առումով նաեւ շղթայական, թե հայ-թուրքական կարգավորումը, ում պետք չէ սա եւ ինչու։ Տարածաշրջանային հարցերը լուծվում են նաեւ կոնսենսուսով։ Այսինքն բան չի փոխվելու, եթե Թուրքիան ձևական սահմանը բացի, Ադրբեջանի հետ մենք մնանք հակամարտության մեջ, հաջորդ պահին նորից փակվի։ Այսինքն խնդիրը դրված է, որ այդ խաղաղության պայմանագիրը լինի կոնսենսուս առաջանա, միանգամից ավարտվեն այդ ամեն ինչ եւ ճանապարհներն էլ բացվեն եւ հարաբերություններն էլ դիվանագիտական հարաբերությունները հաստատվեն։ Այդ ընդհանրության փաթեթով լուծելու խնդիրն է, որ այս պահին դեռ չի ասել է։ Այսինքն, եթե հիշում եք վարչապետի քայլերի հերթականությունը ասաց եւ այդպես էլ լինելու է։ Ֆիդեն նաեւ հայտարարել է, որ եթե հիմա իրենք ճանապարհը բացեն, հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորելու ձեր մոտիվացիան, ձեր ուժի մոտիվացիան կարող է ինչ որ իմաստով նվազել։ Այսինքն, եթե Թուրքիայի հետ սահմանը բացվեց, մենք էլ կարիք չունենք Ադրբեջանի հետ հարաբերություններ կարգավորելու։ Կա նման։ Կա այդպես, ասենք, տրամաբանություն կա, հոգեբանական խնդիր կա, որովհետեւ նաև ոչ թե մոտիվացիան ճիշտն է, այլ ավելի շուտ ավելի հանգիստ է հարցը կընթանա, որը կարող է ավելի դրական լինի։ Բայց քանի որ Ադրբեջանը Թուրքիայի շատ մերձավոր դաշնակիցն է, Թուրքիան չի ցանկանում նեղացնել Ադրբեջանին։ Հետևաբար խնդիրը դրան է, որ տարածաշրջանային ամբողջ խնդիրները լուծեն, ավարտեն եւ սկսեն աշխատել, որը օգոստոսի 8-ի համաձայնագրի թեզերով է կատարվելու։ Եվ գիտեմ, որ դրա մասին այլևս գործողություններ են իրականացվում եւ ամերիկյան փորձագետներ են Հայաստանում եւ հաշվարկներ են արվում, աշխատանքներ ընթանում են։ Պարոն Բագրատյան, իսկ տարօրինակ եւ մտահոգիչ չէ, որ հայ-թուրքական հարաբերությունների ջերմացման ֆոնին կամ գոնե այդ ճանապարհին, որ փորձում է հարաբերություններ կառուցել, սահմանը բացել, այստեղ լուրեր են հայտնվում, որ հեծը վերցնում եք, որ հանձնեք Թուրքիային, 10 մզկիթ է կառուցվելու Երևանում եւ այսպես շարունակ, որքան էլ հետո պարզ է դառնում, որ այդ լուրերը այնուամենայնիվ fake են, բայց դրանք որոշակի տարածում են ունենում, դրանք որոշակի զանգվածի մոտ նաեւ իրականության զգացողություն են առաջացնում եւ այսպես շարունակ, սա մտահոգիչ չէ։ Դրանպես գիտեք, կեղծ լրատվությունը բոլոր երկրներում հիբրիդային պատերազմի բնույթ ունի եւ հատկապես շատ անտեղյակ շրջանակների համար աշխատում են, այո, արդյունք են տալիս, հետո շատ դժվար է լինում հերքելը, բացատրելը, բայց շատ հարցեր գնալով դառնում են ակնհայտ։ Այսինքն տեսեք, օրինակ թե, ասենք, միշտ ընդդիմությունը վերջին շրջանում ասում էր, այս եկեղեցին պետք է տրվի այս ճանապարհը, պետք է այս պետք է արվի ու հակառակը, ոչ դա է լինում, ոչ դա է լինում, ոչ դա է լինում։ Այսինքն աստիճանաբար ապացուցվում են պետական քաղաքականության իրականությունը։ Իհարկե դրա համար ժամանակ է պետք, որ վերջնականապես ժողովուրդը բացարձակ մեծամասնությամբ ընդունի կառավարության դիրքորոշումը, դեռ իրենք ընդդիմության fake news-երով կարողանում են բավականին վիճակը խաթարել, բայց ինչ վերաբերում է իրենց փաստարկներին, որ մզկիթներ պետք է կառուցեն եւ այլն, տեսեք, դրանք ոնց է պատկերացնում, ասենք, այս Հայաստանի պայմաններում այսօր ասենք, ովքեր են գալու այդ մզկիթները կառուցել եւ ում համար են կառուցելու։ Պետք է մի քիչ պարզ տրամաբանության մեջ չէ մտածել։ Իսկ որ ժամանակի մեջ, երբ որ տարիներ անց ամեն ինչ նորմալ կլինի, բոլոր երկրներում հայկական եկեղեցիներ մենք կառուցել ենք եւ կառուցում ենք։ Եվ որևէ ազգ, եթե Հայաստանում ունի ներկայություն, հիմա մեր եզդի եղբայրները եկեղեցի կառուցեցին, շատ հզոր եկեղեցի,
մենք դրանք չեն կարող չողջունել, բայց պետք է լինեն այդ ժողովրդի մասը, այդ պետության մաս, քաղաքացիներ։ Հայերը ինչ են կարողանում Ֆրանսիայում եկեղեցիներ կառուցել Ամերիկայի Միացյալ Նահանգներում, որտեղ ներկայություն են, համայնք ունեն, եւ այդ համայնքի փոքրամասնության իրավունքները հարգելով պետությունները տրամադրում են նման բաներ։ Իսկ Հայաստանում այսպես նման իրողություն չկա, ակնհայտ է, որ ստերի մի ամբողջ ստաբույլ են ձևավորել։ Եվ մեկ էլ աստիճ որ ասում են բացի դա հեծը Թուրքիային պիտի հանձնեն։ Տեսեք, ես հեծի հետ կապված ես նույնիսկ չեմ ցանկանում անդրադառնամ նախապատմությանը, որովհետև բոլորը արդեն գիտեն նախապա, ինչպես է մասնավորեցրել, ինչ ճանապարհով։ Ինձ ավելի շատ ես ցանկություն եմ, որ մեր յուրաքանչյուր քաղաքացի, նաև մենք որպես իշխանություն գիտակցենք, որ հեծի պետական լինելը, պետական սեփականություն լինելը խիստ ռազմավարական նշանակություն ունի։ Ես շատ եմ մտածել այդ մասին, կարող է կառավարման տալ տարբեր չարթարացած կոնսենսուսով կառավար կոնսորցիում է կոչվում։ Նման ձևի կառավարում, ուղիղ կառավարման տալ, բայց պետական սեփականությունը չխախտել, որովհետև ես ներքին մտավախություն ունեմ, որ մի կետից կարող են ցանկացած մասնավոր ընկերության, որևէ արտակարգ իրավիճակներում մեր երկրի կարողանան շեղել եւ մենք լուրջ խնդիրներ ունենանք, որովհետեւ գիտեք, եթե չկա էլեկտրականություն, չկա ինտերնետ, շատ խնդիրներ հիվանդանոցները եւ այլ բոլոր ծանր վիճակում են հայտնվում։ Ես կվախենամ, որ մասնավոր ընկերությունը ով ուզում է լինի, նույնիսկ հայկական մասնավոր ընկերությունից կվախենայի, որ նրա սեփականությունը լինի։ Կառավարումը խնդրեմ, թող բաց հայտարարությամբ, բաց մրցույթով որոշեն, ով որ երկրի լավագույն կառավարիչները կկան կառավարեն, որևէ խնդիր չկա։ Բնականաբար ես նաև կողմ չեմ, որ մենք որպես պետություն որևէ մի մասնավոր սեփականության վնասենք։ Մենք պատրաստ ենք բանակցելու, գտնելու լավագույն ելքը, բայց ես անձամբ որպես տնտեսագետ գերադասեի, որ հեծը միշտ մնար պետական կառույց։ Իսկ միայն հեծի մասով է այդ մտավախությունը, պարոն Բագրատյան։ Չկան այլ ջուրը, կապի միջոցները, բայց տեսեք, ջուրը ֆրանսիական ընկերություն կառավարման է, որ պայն մենք վիոլայից սկսենք գեներացնել մեծ դժգոհություն, կարող ենք դադարեցնել։ Ավելի շատ Գազպրոմը նկատի ունեի, այլ ենթակառուցվածքներ։ Գազպրոմի դեպքում գոնե մենք, ասենք, իրանական գազել ունենք, գոնե։ Եվ գոնե այլ ընտրանք կա, էլի, բայց հոսանքի դեպքում, ցանցերի դեպքում, պրոստը անզոր ես ուղղակի դուրնելու, որ ինչ կարող ես անել, եթե սաբոտաժ են անում, եթե իսկապես վնաս են պետությանը, նպատակային։ Հասկանում եք, դրա համար կուզենայի, որ պետական սեփականություն լիներ միշտ, ոչ թե հիմա, ոչ թե որ ես նորից եմ ասում, անկախ դրանից այս պահին ով է սեփականատերը, բայց հաջորդ պահին մի օր շուտ կուզենայի, որ դա լիներ պետական սեփականություն, կառավարման տոներ բաց մրցույթով բոլորը ցանկանային, ով կցանկանան մասնակցել անկախ թե որ երկրից են, բայց միայն կառավարումը։ Շնորհակալ եմ, պարոն Բագրատյան։ Ձեզ նույնպես շնորհակալ։ Հիշեցնեմ, որ տաղավարում զրուցում էի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հետ, կհանդիպենք։